խոսելու ձեր դիմաց խոսելու միայն լիսի թեմայի մասին, որը բոլորիս կյանքում շատ կարևոր տեղ ունի, խոսելու հույսի մասին, առանց որի մենք մեր կյանքի չենք կարող պատկերացնել, շատ խոսքեր կան, ասում են հույսը անմահ է, հույսը վերջինն է մահանում, միշտ ձեր հույսը վար պահեք, բայց վստահ եմ, որ բոլորիս կյանքում էլ եղել են այնպիսի պահեր, որ մենք մտածել ենք, որ հույս չկան, կամ ինչի վրա, որ մեր հույսը դրել ենք, ինքը չի արտարացրել մեր հույսերը, ու մենք մտածել ենք, որ ես միգուցե ընդհանրապես էլ հույս չկա, ու կարելի է ուղղակի օրերը լուսացնել ու ճանապարհել։ Նախ մի բան ասեմ, որ հույսը ինքը իրենից ունի երկու բանի կարիք։ Նախ ինքը ինչ-որ մի բանի վրա հիմնված պիտի լինի, երկրորդ հույսը պետք է նաև ուղեկցվի հավատով, որովհետև մարդ պետք է հավատա, որ այն բանը, ինչի վրա ինքը իր հույսը դրել է, դա իրեն օգնելու է ինչ-որ բանի հասնելու։ Այդպիսի մի փորձառություն ես իմ կյանքում ունեցել եմ, երբ որ 6 տարեկան էի, ինձ ճանաչողները գիտեն մանկուց հաշվանդամություն ունեմ, և երբ որ 6 տարեկան էի, ես արդեն անընդհատ տվածս ինքս ինձ տված հարցերից ու ծնողներից տված հարցերից, իսկ հետո նաև որպես մանուկ իմացել էի, որ Աստված պապիկ գոյություն ունի, ու իրեն կարող ես քո հարցերը տալ, նաև ասում էի հարցերս տալիս ու ասում էի, լավ, ինչու ես, կամ մինչև երբ։ Ու երբ որ 6 տարեկան էի, 6 տարեկանում մայրս տուն եկավ ու ասեց, գիտես, մի լավ բժիշկ կա, ասում են բուժում են, արի գնանք իրա մոտ։ Գնացինք իրեն մոտ, ստուգվեցի, վիրահատություն նշանակեց, ասեց մի 3 ամիսից կգաս, ասեցի իսկ ինչ կունենամ, ասեց չես վազի, բայց կքայլես։ Ես այդ 3 ամիս ապրեցի այդ հույսով, ուրա, ես ստացել եմ իմ հարցերի պատասխանը, ես 3 ամսից ամեն ինչ վերջանում է, ես քայլում եմ, 3 ամիս հետո վիրահատությունը եղավ, պրոֆեսորին հարցրի ոնց անցավ, ասեց շատ լավ, ասեցի կարող եմ քայլել, ասեց փորձիր, փորձեցի ոչինչ չստացվեց, չստացվեց ու ինչ-որ տեղ, ինչ-որ բանի մեջ կոտրվեց ու ես հուսահատվեցի ու մոտ 2 տարի ես հարց էի տալիս, ասում էի կամ բացատրիր ինչի համար եմ ես աշխարհ եկել, կամ իմ կյանքի իմաստ չունի։ Ու 8 տարեկան հասակում մի օր տունը նստած մեր տուրը թակում են Հավատ և լույս հասարակական կազմակերպության կամավորները։ Բարև, մենք քո ընկերներն ենք, մենք եկել ենք քեզ տեսնելու։ Խոսեցին, խոստացան, որ կվերադառնան, բայց քանի որ այդպիսի խոստացողներ շատ էին եղել, ես մտածեցի, որ սա հերթականն է կգնան ու ես իրենց մասին էլ ոչինչ չեմ լսի։ Իմ այս պատմությունը կարելի է կոչել 3 այոների պատմություն ու այսպիսի մի սպեցիֆիկ բնավորություն ունեի, առանց ծնողներից ոչ մի տեղ չէի գնում։ Երբ որ մի ամիս հետո այդ նույն երիտասարդները, որոնք իդեպ ձեզանից շատերից փոքր էին, 14-ից 18 տարեկան, եկան մեր տուն ու ինձ հարցրին, կարող ենք քեզ մի տեղ ուղեկցել։ Մայրը սարագի մեջ պատասխանեց ու ասեց, չէ, ես զբաղված եմ, Արթուրն էլ առանց ինձ տեղ չի գնում։ Հույս ունենալով, որ երբ որ ինձ հարցնեն, ես էլ ասելու եմ, չէ, ես չեմ գնում, ու այդպես կվերջանա ամեն ինչ։ Երբ որ հարցրեցին ինձ, ես ասեցի իմ առաջին այոն, ասեցի այո, ես գալիս եմ։ Եկանք Հավատ ու լույս ու իրենք ինձ ծանոթացրին Աստծո հետ։ Ես հասկացա, որ Աստված մեր Տերը դա պապիկ չէ, որը երկնքում է,
մեր Տերը դա ամենակարող Աստվածն է, որը մեզ սիրում է։ Ու այս տարիների ընթացքում ես միշտ իմ հույսը դրել եմ բժիշկների վրա, սեփական գիտելիքների վրա, փորձել եմ Աստծո գործերը քննել ու հասկանալ իմ գիտելիքներից ու իմ իմացությունով, բայց իմ կատարյալ հույսին հասել եմ հենց այն ժամանակ, երբ որ ես հասկացել եմ, որ իմ հույսը պետք է դնեմ Աստծո սիրո վրա, որովհետև մենք քրիստոնյաներս չունենք այնպիսի մի բան աշխարհում, որի վրա կարողանանք մեր հույսը դնել ու ապահով լինել, բացի Աստծո սերը։ Այն սերը, որի համար ինքը չխնայեց նաև իր միածին որդուն, ինքը տվեց մեզ, ու երկրորդ այուն ես ասեցի, երբ որ մենք ինձ հրավիրեցին եկեղեցի։ Ասեցին կգաս եկեղեցի, ասեցի այո։ Իսկ երրորդ այուն ես ասեցի, երբ որ մեր սրբազան այդ ժամանակ լուսահոգի Ներսես Տեր-Ներսիսյանը հարցրեց, ուզում ես մկրտվել զավակ։ Ես հիմա այստեղից կանգնած կարող եմ ասել ձեզ, ես իմ ամբողջ հույսը սկզբից մինչև վերջ դրել եմ Աստծո սիրո վրա։ Այն սիրո, որը ասում է, ես քեզ տանում եմ այն ճանապարհով, որը կատարյալն է քո համար։ Ու ես հիմա փաստում եմ, սիրելի ընկերներ, այն ճանապարհը, որով ես հիմա անցնում եմ ու այն վիճակը, որը դուք տեսնում եք, դա այն կատարյալ ճանապարհի վիճակն է, որով Աստված տանում է մեզ, իսկ ես դա ինչպես կարող եմ բացատրել, դա կարող եմ բացատրել շատ հեշտ։ Այսպիսի մի հատ ֆիլմ կա, երբ որ հրաշագործներից մեկը ասում է, պետք է իմանանք տարբերակները, ֆանտաստիկ ֆիլմերից է, ասում է իմանանք տարբերակները, ինչ տարբերակ կա այս վիճակից դուրս գալու, մեկը բոլոր տարբերակները կարողություններով իմանում է ու ասում է 2 միլիոն տարբերակ տեսա, 2 միլիոն տարբերակից էր սա վախճանն է։ Ես հավատում եմ այն սիրուն ու ես հավատում եմ այն Աստծուն, որը 2 միլիոն չէ, 2 միլիարդ տարբերակ գիտի իմ կյանքի զարգացման ու ինքը գիտի, որ սա իմ կյանքի զարգացման լավագույն տարբերակն է։ Տեր, տար ինձ քո ուղով ու մի թող որ այդ ուղուց չեղվեմ։ Շնորհակալություն։ Ձեր հույսը դրեք Աստծո սիրո վրա։ Ցանկացած այլ բան ձեզ կհուսախաբեցնի։ Եթե նույնիսկ ձեր հույսը տնեք ձեր հավատի վրա, ձեր հավատը կատարյալ, ցավոք սրտի մեր բոլորի հավատը կատարյալ չէ։ Ու այդ հավատը միտեղ մեզ սևերես է կանգնեցնելու Աստծո դիմաց։ Եթե ինքը սկսի մեզանից պատասխան պահանջել։ Եթե մեր հավատը տնենք մեր ուժերի վրա, հավատացնում եմ այդ ուժերը շատ փոքր են։ Եթե մեր հավատը տնենք ֆինանսի վրա, օրը տարբեր ֆինանսական միջոցներ են դուրս գալիս ու անետանում։ Միակ բանը, որ միշտ մնում է ու միշտ կա մեր հետ, դա Աստծո սերն է։ Որովհետև հենց այդ սերն է, երբ որ մենք վերջին օրը մեր աչքերը փակենք ու հանդիպենք մեր Տիրոջը, երբ որ հրեշտակը կարտա մեր մեղքերը, ամեն անգամ, որ հրեշտակը կարտա մեր մեղքը, Աստված այն կողմից մեր կողքը, մեր փաստաբանի պես կանգնած ասելու է, չնայած դրան սիրում եմ։ Հավատացեք այդ սիրուն ու ձեր հույսը դրեք այդ սիրո վրա։ Մենք ունենք անսահման կատարյալ սիրով մեզ սիրով Աստված։ Շնորհակալություն։